ասեմ։ Այս ահաբեկչական խմբերի վերաբերյալ էլ ասեմ, որ անդադար ահաբեկչական խմբեր են, չէ՞ ձևավորվում։ Հիմա վերջինս մասկաներով բան ինչ որ, չէ՞։ Ուրեմն հեղափոխությունից հետո եթե չեմ սխալվում, Ազատությունը լավ ռեպորտաժ է արել։ 5 ահաբեկչական խումբ են բռնել, ոչ մեկով դատավճիռ չունեն, բոլոր գործերով տնային կալանքների մեջ են կամ խափանման միջոցը ալտերնատիվ խափանմիջոցներ են տրված, մի մարդը ահաբեկչության գործով նստած հիմա Բագրատ Սրբազանն է, որից պահանջում են բնակության հասցե, եթե տա, չի տալիս դե ինքը։ Եթե տա իրանել են տնային կալանք տալու։ Օրեր առաջ Բագրատ Սրբազանի ծննդյան օրն էր, ուզում եմ նաև շնորհավորել եւ նաև ուզում եմ ասել, որ կյանքը անարդար բան է։ Մարդիկ կային իրար բրդբրդում էին, որ Բագրատ Սրբազանի նկարներում հայտնվեն, երբ որ Սրբազանը արշավ էր անում։ Հիմա այդ մարդիկ ինչ որ տարբեր ցուցակներում են ծվարել, նորը Բագրատ Սրբազանի ծննդյան օրը կարկիս հետ եկել էինք այստեղ, այդ մարդկանցից ոչ մեկին չտեսա։ Ուզում եմ Սրբազանին շնորհավորել ծննդյան առիթով եւ ասել, որ բան չի մնացել, բոլոր քաղաքապետարները ազատության մեջ են եղել։ Եթե կարելի է մի հավելում, այս ամենից թեմայի հետ կապված, մենք չենք կարող Նիկոլ Փաշինյանի պես ինքնահորջորժվել դատարան եւ մարդկանց դատել։ Չգիտենք, կարող է ինչ-որ մեկը իսկապես կոռուպցիոներ է, ինչ-որ մեկը իսկապես կարող է դավաճանություն գործել։ Մենք այդ հարցերին չենք քննարկում։ Մենք ուղղակի ասում ենք, որ Հայաստանում չկա արդարադատություն եւ կա ընտրովի արդարադատություն։ Այսինքն մարդկանց հետապնդում են այն ժամանակ, երբ որ իրենք քաղաքական ակտիվություն են ցուցաբերում եւ վտանգ են ներկայացնում Նիկոլ Փաշինյանի համար։ Իսկ դա ամբողջությամբ տեղավորվում է քաղաքապետարանի քաղաքական հետապնդման տրամաբանության ներքո։ Ես կարող Գագիկ Ծառուկյանի օրինակով ասեմ, էս էլ լավ առիթ է։ Ուրեմն խորհրդարանը 3 խմբակցություն ուներ։ Խմբակցություններից մեկի ղեկավարին ձերբակալեցին, Գագիկ Ծառուկյանին։ Մի խմբակցության ղեկավարն էր ես եմ, մյուսը Լիլիթ Մակունցը։ Մենք ամբողջ խմբակցությամբ դեմք քվեարկեցինք անձեռնմխելիությունից զրկելուն։ Ես ելույթ ունեցա եւ ասացի, որ այս մարդու աղջկա հարսանիքին գնում եք ընտանիքով մասնակցում, այդ ժամանակ ամեն ինչ նորմալ է, դա ինձ հետո բան, երբ որ ձեզ այդ խնդրեմ կա քաղաքական, հայտարարում եք, որ բան է։ Էսը արել են, արել։ Արդարացվել է, չէ՞, քանի օրը։ Արդարացվել է։ Ներողություն չխնդրեցվող։ Հա, հիմա ի՞նչ է տեղի ունենում, չէ։ Արդարացնել են իր հերթին։ Հիմա նոր մեղադրա, այսինքն նայ 21 թվականին Նիկոլ Փաշինյանը ընտրվել է տները խլելու, թալանը բերելու, Քոչարյանին դատելու բանով, հիմա 26 թիվն է նորից նույն տեքստերը։ Գյուլնա ստատը փնտրում է իրան։ Այս հեքիաթները, թող գնա պատմի բանը։ Մարուկյանի մասով ոնց որ թե մոռացել եք,